Այն ինչ որ ուզում եմ հիմա քեզ հետ խոսել, դա գրված է Եփեսացիս 4-րդ գլուխ 17-րդ խոսքից եմ ուզում կարդալ։ Ուստի ասում եմ ու Տիրոջով վկայում եմ, որ դուք անգամն էլ այնպես չքայլեք, ինչպես ուրիշ հեթանոսներ են քայլում իրենց մտքի ունայնության մեջ, որոնց իմաստությունը խավարած է եւ օտարացած են Աստծո կյանքից, իրենց մեջ եղած տգիտության պատճառով եւ իրենց սրտի կուրության համար, որոնք անզգա լինելով ինքն իրենց ագահությունով անառակության տվին ամեն կերպ պղծություն գործելու, բայց դուք այսպես չսովորեցիք Քրիստոսից, թեև նրա վրայով լսեցիք եւ նրանից սովորեցիք, թե ճշմարտությունը Հիսուսի մեջ է, որպեսզի ձեր վրայից հանեք այն ձեր առաջվան վարմունքը ունեցող հին մարդը, որ խաբեբա ցանկություններով ապականված էր, եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեք, եւ նոր մարդը ձեր վրա հագնեք, որ Աստծո պատկերի պես արդարությունով ու ճշմարիտ սրբությունով ստեղծված է։ Գիտեք, այսօրվա թեման վերնագրել եմ նոր կյանք։ Գիտեք ինչն ամենահետաքրքիրը։ Ես քիչ հետո կանդրադառնամ նորից այս ամենին։ Շատ անգամ մենք մտածում ենք, որ եթե մենք այսօր ուղղակի աղոթել ենք եւ Հիսուսին ասել ենք Հիսուս, դու իմ Տերն ես ու իմ Փրկիչն ես, ես դարձա նոր մարդ։ Գիտեք, նոր մարդ դառնալը ժամանակահատված է, բավական աշխատանք է։ Գիտեք, շատ մարդիկ կան, որ կարող են դառնալ քրիստոնյա, կարող են այդ աղոթքը անել, տարիներ շարունակ եկեղեցում լինել, բայց գիտեք, իրենց միտքը չփոխվի։ Իրենց միտքը չփոխվի։ Նայեք ինչ ասում, ուզում եմ փոքր հետ գնամ։ Ասում է չքայլենք ինչպես հեթանոսներ են քայլում իրենց մտքի ունայնության մեջ։ Գիտեք, դատարկ մտքեր կան, որոնք գալիս են ու նպատակը մի բան է։ Քեզ կանգնեցնելու, քեզ քո կոչումից հետ պահելու, քեզ կործանելու։ Գիտեք, մտքեր կան, որ երբեմն մարդիկ մտածում են, որ դա Տերը խոսեց իմ հետ։ Բայց իրականում դրանք ունային մտքեր են, որոնք որ գիտեք, մեծ ճշմարտությունից ուզում են շեղեն։ Գիտեք, շատ անգամ, մեկ անգամ մի սպորտաձև էի նայում, հատուկ տենց որսորդական շների տեսակ կա, որոնց որ մարզում են վազքի մեջ, այսպես մի ուղի է, որտեղ էլեկտրական, այսպես ոնց որ ժապավեն է պտտվում, իր վրա նապաստակի պես ինչ որ մի հատ բան է կառուցած, եւ երբ որ իրանց վանդակից դուրս են թողում, այդ լենտան արագ պտտվում է, կարծես այդ նապաստակն է վազում եւ բոլոր շները իր հետևից վազում են։ Գիտեք, հաճախ կյանքում այդպես է լինում։ Գալիս է նման նապաստակի պես, այդպես ասեմ, ունայն մտքեր։ Գիտեք, քո էներգիան, քո ժամանակը, քո ֆինանսները տանում է։ Բայց գիտեք, Աստված մեզ կանչել է նոր կյանքի։ Իսկ քիչ հետո խոսեմ ավելի մի հերոսի մասին նաև, որ դուք ինքներդ կտեսնեք, որ Աստված ամեն ժամանակ ինձ ու քեզ հնարավորություն է տալիս փոխվելու, նոր կյանք սկսելու։ Գիտեք, հիմա գուցե օրինակ հիմար քուրիկներից մեկ արդեն 50-անց կամ 60-անց քուրիկ է, ասում է հովիվ ջան, այս թազա նոր կյանք սկսեմ, նորից տիամուստանալ, նորից երեխեք, նորից թորներ, ոչ, խոսքը դրա մասին չի։ Խոսքը դրա մասին չի։ Նոր կյանք սկսելը չի նշանակում այդ ամենը։ Նոր կյանքը դու կարող ես Քրիստոսով նոր կյանք սկսել։ Որտեղ նայեք ինչ ասում 18 խոսքը։ Ասում է իրենց իմաստությունը խավարած է եւ օտարացած են Աստծո կյանքից։ Իրենց մեջ եղած տգիտության պատճառով, որոնք անզգա լինելով ինքն իրենց ագահությունով անառակության տվին ամեն կերպ պղծություն գործելու։ Գիտեք, հիմա գուցե շատ մարդիկ ասեն, հովիվ ջան,
Ես ամուսնացած եմ եւ իմ ամբողջ կյանքում իմ ամուսնուց բացի ես ուրիշ ամուսին չգիտեմ ինչ բանա, կամ իմ կնոջից բացի ուրիշ կին չգիտեմ ինչ բանա։ Ես ոչ մի պղծություն չեմ գործել։ Գնացեք մարգարեության մեջ, եթե չեմ սխալվում, դա իմ գրառման մեջ չկար, դրա համար տեղը կոնկրետ չեմ հիշում, եթե չեմ սխալվում Երեմիայի մեջ դա գրում, եւ ասում են ոմանք իրենց պղծեցին, ասում են տաճարի մեջ իրենց մեջները, եւ ընդ մի քիչ ավելի կոպիտ բառ էլ ասում, տնկեցին ինձ ու իրենց երեսով Աստծուն արևին երկրպագություն արին։ Գիտեք դա ինչ է նշանակում, որ դու հոգևոր կյանքում եւ որ քո երկրպագությունը ուրիշին ես մատուցում, գիտեք այսպես արտահայտվեմ, հա, դա հավասարն է, որ պղծում ես քեզ, որտեվ քո երկրպագությունը դու բարձրացնում ես ուրիշի։ Դու մենակ մտածում ես ամբողջ կյանքս հավատարիմ եմ եղել իմ ամուսնուն կամ իմ կնոջը։ Գիտեք, շատ լավ է, փառք Աստծուն ձեր հավատարմության համար, իրականում Աստված գերբնական ձևի օրհնի։ Բայց հոգևոր կյանքի մեջ ես խոսում եմ նոր մարդ, նոր կյանք սկսելու մասին, եւ որ մենք Հիսուսի անուն ենք կանչում, բայց երկրպագություն ենք անում որևիցե մի բանի, մենք դրանով մեզ պղծում ենք։ Շատ տարիներ առաջ էր, այն ժամանակ դեռ Արցախը կար, մավակ որդիս ընդեղ էր բանակում ծառայում էր, եւ մենք Արցախից հետ վերադառնալուց բավական հոգնած ենք եւ կանգնեցինք մի տարածք կար այդտեղ մի փոքր հանգստանալու եւ մեզանից մի քիչ այնքան մի բան կար, մատուր կար։ Եվ գիտեք, մարդիկ որ գնում գալիս են մեքենաներով, ես չգիտեմ այդ սովորությունը որտեղից է հայտնվել մարդկանց մոտ, ազդանշան էին տալիս։ Եկեք ասում եմ, քեզ տեղել են ճանաչում, ասում եմ, չէ։ Դա ինձ չեն ազդանշան տալիս։ Դա այս մատուրին են ազդանշան տալիս։ 3 անգամ պիպ պիպ պիպ։ Ուզում ես հասկանաս մարդիկ ինչ են ուզում դրանով անել։ Գիտես կարճ ասած իրեն ուզում են դրանով երկրպագել։ Եվ նայեք ինչ ասում։ Ամեն կերպ պղծություն գործեցին։ Շատ անգամ քրիստոնյան գիտեք ինչ անում, գալիս է եկեղեցի, ձեռքերը բարձրացնում Աստծուն է փառավորում, իբր, բայց ամբողջ օրը սոցցանցերում ուրիշ բանի է երկրպագություն անում։ Ուրիշ բաների հավանություն տալիս։ Եվ մի քիչ էլ եմ ուզում իջնեմ ներքև։ 22 խոսքը։ Թեև ասում է, որպեսզի ձեր վրայից հանեք այն ձեր առաջվա վարմունք ունեցող հին մարդը։ Հին մարդը։ Գիտես դու աշխարհում օրինակի համար վատ բնավորություն ունեիր, խռովարար էիր, բարկացող էիր, հայոյող էիր, ինքնագլուխ էիր, ինչ ուզում անում էիր։ Եկել ես Քրիստոսին, ոչ մի բան չի փոխվել քո կյանքի մեջ։ Մենակ մի բան ավելացել, որ դու Կիրակի օրը գալիս ես եկեղեցի ու գնում ես տուն։ Ասում է հին մարդը ձեր վրայից հանեք։ Հին մարդը։ Գիտեք, հին մարդը պետքա գնա, գուցե դու օրինակի համար քո հին կյանքում չխոսկանի մեկն էիր։ Ոչ մեկ է չեր շփվում, ոչ մեկ է տալիք առնելիք չունեիր, ոչ մի եկե այդ ընկերություն չէիր անում, հիմա եկել ես Աստծուն, նույն բանն ես։ Ոչ մի եկեղեցու եղբոր քրոջ հետ չես շփվում, դրսում հարևաններիդ հետ ընդհանրապես չես շփվում։ Ոնց որ երեք գոռասում էր, ինչ որ հրաշք եղավ քո կյանքի մեջ, գնա 3 հարևաններիդ պատմի։ Չէ, ասում ես գնամ իրաց պատմեմ աշկով կտամ։ Քո հին մարդը ոնց կտես մնացել է։ Բան չի փոխվում։ Հին մարդու էությունը այդպիսին էր։ Ինչ ուզեմ կանեմ։ Հիմա եկել ես եկեղեցի, եմ ասում ինչ ուզեմ կանեմ։ Ոնց ուզեմ կանեմ, ոչ մեկի հաշիվ չեմ տա։ Բայց գիտեք, Աստված դες չի դրել այդ տան մեջ։ Դա հին մարդու էությունն է։ Երբ կուզեմ կգամ եկեղեցի, երբ կուզեմ չեմ գա եկեղեցի, երբ կուզեմ կծառայեմ, երբ կուզեմ չեմ ծառայի, ինչ ուզեմ կանեմ։ Բայց երբևիցե եղել է որ մի բան որոշելուց առաջ օրինակի համար ցանգես քո հովին կամ քո ավակին խորհուրդ անես, ինչ սկսես բան եմ ուզում։ Հին մարդու էությունը գիտեք այդպիսին է,
ինքնագլուխ, ոնց ուզում անում է, բայց նոր մարդը այդպեսին չի, նոր մարդը այդպեսին չի, գիտեք, 5 կյանքում սովորությունը ամեն ինչի մեջ քիթդ մտցնես, եկել ես եկեղեցի, տեսնում ես մի եղբայր կամ մի քույր մի նոր, այդ շորը որտեղից ես առել, որ խանութից ես առել, այդ կոշիկը որտեղից, այդ մեքենան որտեղ, ամեն ինչի մեջ ուզում ես քիթդ մտցնես, լսի, ժամանակն է փոխվես, ժամանակն է նոր կյանք սկսես, 5 կյանքում նեղացող էիր, կյանքում ոչ մեկից ներողություն չեմ խնդրի, հիմա եկել ես Աստծուն, նորից ոչ մեկից չես ուզում ներողություն խնդրես, միջև անգամ Աստծուն չես ուզում ասես, կներես, որ մեղք եմ գործել, քիթդ ես տնգած, դենձի տարեք, հարմարվեք իմ հետ, հին մարդու էությունը, ուզում մտածես, վերջի անգամ երբ որ մեկին նեղացրել ես, գնացել ես ներողություն խնդրել, թե ոչ, թե գնում ես Աստծու մոտ ասում ես Տեր ջան կներես, որովհետև ես Վալոդին նեղացրել եմ, թե Վալոդը ինչ ելնելու է, արդեն քեզ հետաքրքիր չի, ես ու Աստված իմ հարցերը լուծել ենք, բայց իրականում դա այդպես չի, գիտեք ինչի, որովհետև Տիրոջ խոսքը այսպես ասում, երբ որ զոհդ դնես սեղանիդ ու հիշես, որ քո եղբայրը քո դեմ բան ունի, չի ասում ինձանից ներողություն խնդրի, զոհդ կընդունեմ գնա, ասում է գնա իր հետ հաշտվի, հետո կգաս զոհդ անես, որ ընդունելի լինի։ Երեխան տնից դուրս է գալի, մորերեսին դուրը շպցնելու գալիս է եկեղեցի։ Գալիս է ձեռքերը բարձրացնում ու երգում է, հալելույա, ասում ես ինչի օրհնված չեմ, ես կողքիս եղբայրը կամ քույրը Տիրոջ ներկայությունից սենց վայելում է, բայց ես ոչ մի բան։ Բայց որ դուրը շղկացրի երեսին ու գնացիր, ով կգնա ներողություն խնդրի։ Դες Տիրոջից ներողություն խնդրեմ։ Հին մարդը։ Ձելի քույրեր, շատ հաճախ գիտեք ինչ եք անում։ Ինչ որ բան եք անում, որի պատճառով ձեր ամուսինները օրինակի համար բարկանում են։ Բայց ես ճիշտ եմ արել, թող ինքը սենց ան, թող ինքը փոխվի։ Ու գիտես են բան կա, այսպեսի մի հատ մուլտիկներ ես, ասում ես։ Գիտես իրականում դա հին մարդու էությունն է, կամ լռում ես ձեն չես անում ընդհանրապես։ Բայց ավելի լավ չի գիտես կա, գնաց ես կներես։ Գուցե դու ճիշտ ես։ Գուցե դու ճիշտ ես, սիրելի քույր, կամ սիրելի եղբայր, կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեն, գուցե դուք ճիշտ եք։ Նոր մարդը գիտես ինչ անում, գնում ասում կներես։ Չեմ ուզում մեր հարաբերությունները փչանա։ Ինչի պատճառով։ Մի հատ օրինակի մը ավելի պատճառով։ Այդ իմ տան ավելեր վերցիր տարար քո գործի տեղը ալվեցիր։ Հալվեց։ Աշխարհը փուլ է կա, նորը կառնեք։ Բայց դրանով միթե արժե հարաբերություն փչացնել։ Հին մարդը այդպեսին է, իրան հետաքրքիր չի։ Բայց նոր մարդը այդպես չի վարվում։ Հին մարդը բոլորին ուզում է կառավարի, նոր մարդը ուզում է ինքը ծառայի։ Հին մարդը ինքը մտածում է, որ ինքը միշտ ճիշտ է։ Նոր մարդը մտածում է, որ ընդու պետք է ճիշտ եմ, բայց հարաբերություն պահելու համար կասեմ կներես։ Եկեք մի քիչ գնանք 20 խոսքը։ Գիտես հին մարդը մի հատ փոքր բանից ուզում է մեկուսանա։ Ինձ ոչ ոք թող չմոտենա էլ։ Ինձ ոչ ոք թող չկպնի։ Ինձ ոչ ոք թող չխոսի։ Ինձ ոչ ոք թող ոչ մի բան չուզի։ Ու գիտես ինքը այսպես բաները շուները դնում ու ինքը դրա մեջ պահկվում է։ Ու սատանայի համար ամենահաջողված տարբերակը դա է, գիտեք, որ երբ որ դու մեկուսանում ես, քո հարցերը լուծել ավելի հեշտ է, քան որ դու իր տան մեջ ես, քան որ դու Տիրոջ տան մեջ ես։ Մեկուսացած մարդու հարցերը այնքան հեշտ է լուծել, ու մարդը գիտես ինչ է մտածում։ Վայ, երեք մի հատ շորեյակ է, մի քիչ հարմար չէր, ամոթ էլ եկեղեցի չեմ գնա։ Հարմար չէր չհակնեի նախ։ Երկրորդը դա սատանայի ամենաճիշտ ուզած պահն է, որ դու դրա պատճառով չգաս Աստծո տուն, գիտես ինչի։ Որտեղ ինքը կամած քեզ մեկուսացնում է, որպեսզի քո հարցերը լուծելը հեշտ լինի։ Նոր կյանքի մեջ այդպես չի։
Հակել եմ ես հանդերձը, դուրս չեք է, Տեր ջան, կփոխեմ, բայց քո տնից չեմ գնա։ Սատանային հնարավորություն չեմ տա ինձ ավելի մոտենալու։ Որովհետև գիտեք շատ հաճախ սատանայի գլխավոր նպատակը սա է, քեզ Աստծո տնից հեռացնի, որ քո հարցերը լուծի։ Իսկ նոր մարդը թեկուզ արել լվիկ, թեկուզ օրինակ սխալ գործած, մեղ գործած գալիս է Տեր ջան, չեմ ուզում քո տնից գնամ, կներես ինձ։ Ես ապաշխարում եմ, ես ուզում եմ քո մեջ մնամ, քո մոտ մնամ, ուրիշ տեղ կյանք չկա։ Բախ, էդ էր մնացել։ Ինչ ուզեմ, էդ էլ կանեմ։ Գիտեք, դա հին մարդու էություն է, բայց 20 խոսքում գիտեք ինչ ասում։ Բայց դուք այսպես չսովորեցիք Քրիստոսից։ Ինչ ենք սովորում Քրիստոսից։ Քանիստ եք կարդացել Փիլիպպեսների թուղթը։ Գնացեք այսօր երկրորդ գլուխը կարդացեք։ Կամ են մարդիկ ովքեր որ մեզ լսեն, դուք էլ կարդացեք։ Գիտեք Քրիստոսն ինչ արեց։ Ասում էր չարչարանքների մեջ հնազանդություն սովորեց։ Մեկին ասում ես բանարա, ինչ ուզեմ կանեմ։ Ով ասում որ ես պետք է չանեմ, իսկ ով ասում որ պետք է անես։ Ով ասում որ պետք է անես։ Ոնց կուզեմ այդպես կվարվեմ։ Դա հին մարդու էություն է Քրիստոսից։ Մենք այդպես չենք սովորել։ Քրիստոսն ասում է չարչարանքների մեջ ինչ արեց, հնազանդություն սովորեց։ Իսկ ուր է իմ ու քո հնազանդությունը։ Ուր է մեր հնազանդությունը։ Բայց չէ որ հին մարդը ինք ուզում է այդպես վարվի, բայց նոր մարդը Քրիստոսով նոր կյանքի մեջ այդպես չի։ Գիտեք, երբ որ ես փոքր էի, մի պատմություն էի կարդում, որտեղ ամուսին ու կինը իրար հետ ճանապարհ են գնում։ Եվ ճանապարհին տեսնում են դաշտը հնձած։ Ամուսին ասում է, գերանդիով են հնձել։ Կնիկն ասում է, չէ, մկրատով են հնձել։ Բանը հասնում է նրան, չի երկարացնեմ այդ պատմությունը։ Մարդը վերցնում է մի հատ լճակալում, կնգան գցում է ջուրը։ Ասում է, եթե ասես գերանդիով է կհանեմ։ Գիտեք ամենահավոր աբսուրդը որն է, որ կնիկը բլտ ջուրը խեղդվում է, բայց գիտեք ձեռը հանում է դուրս ու ցույց է տալի մատերը այսպես, որ մկրատով է, ինքը պատրաստ է խեղդվելու, բայց ասելու որ մկրատով է։ Քրիստոսից մենք այդպես չենք սովորել։ Սիրելի եղբայրներ ու քույրեր, մենք Քրիստոսից այդպես չենք սովորել։ Մեկը իմ ասածը պետք է լինի։ Գիտեք, Աստծո տան մեջ այդպես չի, Աստծո տան մեջ Աստծո ասածն է լինում։ Ոչ մեկը չմտածի, որ այստեղ, եթե հովը մի բան ասում, ուրեմն վերջ, հովի ասածը պետք է լինի։ Հովն էլ համար կան ինչ-որտեղ սխալվի, ինչ-որ շատ օրինակի համար նյութական հարցերի մեջ։ Այնքան հարցեր եղած ծառայողներ հավաքած, գիտեք չկա, sense բան ենք որոշում, ոնց անենք։ Ու եկեք ես ասում եմ, sense եմ առաջարկում, ծառայում մենք sense ենք, այ որ sense անենք, ասում դե վсё, ուրեմն sense անում ենք։ Սկսեցիք անել։ Որտեւ իմ պատկերացումը տենց է, ձերը տենց անում, ու իրանք անում են, դեռ մենք լավ ալնում։ Չէ, ես պետք է ասեմ։ Լավ ասա։ Եվ որ ասում ես, տեսնում ես ամեն ինչ պրավալ է գնում, դեպի վատն է գնում, ու հասկացի որ սխալ ես անում։ Ավելովա կանգնես, ավելովա ապաշխարես, ավելասես կներեք, սխալվել եմ։ Քան չէ, թող եկեղեցին էլ քանդվի, թող ես էլ լինի, բայց ես ճիշտ ելնեմ։ Գիտեք դա հին մարդու էությունն է։ Թող ծառայությունն էլ փչանա, փլվի, բայց ես սենց պետք է անեմ։ Գիտեք դա հին մարդու էությունն է։ Մենք Քրիստոսից այդպես չենք սովորել։ Քրիստոսից չենք սովորել այդպես։ Քրիստոս մեզ այդպես չի սովորեցրել։ Քրիստոս մեզ սովորեցրել է նոր կյանք, փոխված կյանք, փոխված կյանք։ Մի քիչ ներքև եմ ուզում իջնեմ։ Եվ ասում է ձեր մտքով ու հոգով նորոգվեք։ Քանիստ եք հիշում ես դալիճը։ Ուզում ձեր ձեռքերը տեսնեմ։ Ահ, փառք Հիսուսին։ Ինչ եք մտածում ես դալիճը նորոգված է թե չէ։ Պատկերացրեք ձեր հին մարդու
որ այն նախքին դալիճի տեսք ուներ։ Եվ հիմա ձեր նոր մարդը նորոգվել է եւ այս տեսքը ունի։ Որն է ձեզ դուր գալի։ Էս։ Եկեք ուրեմն ձեր միտքը նորոգեք։ Գիտեք, մեր միտքը կարողանում ենք Տիրոջ խոսքով նորոգել։ Գիտեք, ոչ թե ուղղակի կարդալ, այլ նորոգել։ Գիտեք, 3-5 շաբթիներ, երբ որ այդ պատերը քանդում էին, եղբայրներ ասին, այս պատը չքանդենք, ծախս չանենք, բայց շարժվում է։ Ասի գիտեք, այս պատը նման է այս շարժվող ատոմի, որի վրա հույս դնելու չի։ Չգիտես, որ պատառից հետո կմնա կամ բրդուճիտ վրա, կամ մյուս ատամի տակ, ու ավելի վնաս կբերի։ Մի տարիքով մարդ կա վարպետը, որ հիմա դրսում գործ անում, ասես բահով հրես թե չպատը փլվավ։ Ասես ուզում եք էսի մնալ։ Բահով հրեց, այդ ամբողջ պատը փլվավ։ Ասես դուք պատկերացնում եք։ Սա մնար եւ 1 օր Աստված ոչ անի մեկի վրա փլվել։ Ոնց ենք տակից դուրս գալի։ Դեք սա այնքան կարևոր է, որ ես դու հասկանանք, որ Աստված քեզ միշտ տալիս է հնարավորություն փոխվելու։ Քեզ տալիս է հնարավորություն փոխվելու։ Սելի երեխաներ, կամ ովքեր որ մեզ կլսեք։ Եթե դու ինչ-որ ժամանակով հեռու եք ձեր ծնողներից, ուզում եմ քեզ հարց տամ, որ մտածես։ Քանի անգամ ես վերցնում քո բջջային հեռախոսը ու շաբաթվա մեջ քանի օր ես զանգում ու հարցնում ես հայրիկ կամ մայրիկ ո՞նց եք։ Իրանք գիտեն ես եկեղեցում եմ, իրանք գիտեն ես ծառայության մեջ եմ, իրանք գիտեն ես եմ, իրանք գիտեն ես սովորում եմ, իրանք գիտեն ես աշխատում են, իրանք գիտեն ես համալսարանում եմ, իրանք գիտեն։ Բայց չէ որ 5-րդ պատվերանն էլ գիտի։ Պատվիր հորն ու մորդ, որ երկար օրեր ունենաս։ Չէ թող ինքս անգին, իմ հեռախոսի մեջ փող չկա։ Այդ ինչի ուրիշ բաների համար փող կա, ինտերնետի համար կա, նրա համար կա, բայց հենց հերթը հասնում է, որ ծնողից զանգես հարցես, հայրիկ կամ մայրիկ ո՞նց ես, դրա համար փող չկա։ Ավետարանը ասում է, մենք Քրիստոսից այդպես չենք սովորել։ Քրիստոսից չենք սովորել այդպես։ Գիտեք, թողնելով քո հին մարդու սովորությունները, մտքիդ ունայնությունները դու կարող ես սովորել Քրիստոսից։ Գիտեք ծառայողներ կան։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է։ Որ մարդը կարողանում է իր կյանքը դասավորի ոնց ուզում է, բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Ընդհանուր աշխատանքի ընդունվելուց առաջ զանգում է ինձ հովիվ, այսպեսի աշխատանք են առաջարկել։ Ինչ կարծիքի եք։ Գնամ թե չգնամ։ Ծառայող կա, որ զանգում է, նորից եմ ուզում կրկնել, հարցնում է, հովիվ, ինձ աշխատանք են առաջարկել, ինչ կարծիքի եք։ Ուզում ձեր կարծիքը լսեմ, ուզում ձեր օրհնությունը լինի։ Բայց կարող է, չէ, մարդը վեր կենալ, գնալ իր ինչ որ անի, դու կարծիք գիտես կա, ուզում եմ ուղղակի իմանաս։ Ես ես բան եմ ձեռնարկի անում եմ։ Մարդու իրավունքն է։ Բայց գիտեք, այդ մարդը սովորել է հնազանդություն։ Սովորել է հնազանդություն, ոնց որ Քրիստոսն էր իր չարչարանքների մեջ սովորեց հնազանդություն։ Գիտեք, առավել եւս հոգեվոր բաներում, միջև չեն հարցնում, ծառայողներ կան, չեն անում, բայց մարդիկ էլ կան, ինչ ուզում անում են։ Բայց գիտեք, հետո ինչ է հետաքրքիր։ Հետո ուզում են, որ իրենք նույն պատիվը ստանան, ոնց որ մնացածը։ Հետո իրենք զարմանում են, որ այդ պատիվը չեն ստանում։ Բայց չէ որ Քրիստոսից մենք այդպես չենք սովորել։ Չէ որ ավետարանը մեզ սովորեցնում է, որ լավ ծառայություն անողին կրկնակի պատիվ տուր։ Այդ ոնց եղավ Վարդուշին ասեցին դու լավն ես, Վալոդին ասեցին չէ։ Բայց ինչ գիտեք, Վարդուշի ճանապարհ անցնում։ Վալոդի ճանապարհ անցնում։ Չէ, ես էլ եմ այդպես ուզում։ Շատ լավ։ Անցեն ճանապարհը, որ են մյուսն անցնում։ Չէ, մենք այդպես չենք ուզում, մենք սենց ենք ուզում։ Ես Քրիստոսից ես չեմ սովորել։
Գիտեք, երեք մենք ծառայության էինք։ Հովը վերջում սկսեց մարդկանց համար աղոթել։ Ասե, գիտես, ես պետք եմ ասած այո։ Գիտեք, շատ անգամ կանգնել եմ իր կողքին, իր յուղն եմ բռնել։ Իր յուղն եմ բռնել։ Տալիս է իր ձեռը վերցնում է։ Տալիս է իր դա ծառայությունն էր։ Հետո ասում եմ սրա համար աղոթում եմ, ասում եմ նրա համար աղոթում եմ։ Այս մեկի համար շարունակի աղոթել աղոթում եմ։ Քրիստոսից դա գիտես կա, դու սովորում ես հնազանդվել քո հովին։ Ամեն ինչ որ ասա, այդ բան պետք է։ Մի ինչև իրիկու համար ժամը 11-ը լիքը մարդ կար աղոթեցիք։ Ասում եմ հովի վաղը ծառայելու ես նորից։ Կլինի հանգստանաս, վաղը մեկ ավելի շատ մարդ է քեզ սպասելու։ Արդեն մարդիկ այն ուզում են զանգեն, որ մարդիկ գային։ Ասի, ой, տրանքան իշի։ Я գիտեմ որ եմ անում։ Գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ Ինչ ենք մենք սովորում Քրիստոսից։ Գիտեք Քրիստոսից երբեք չեք սովորում հրամանատար լինել։ Կամ անտալ մենակ։ Յադեք եսկոմ, յադեք ենկոմ, տեսել եք չէ բանեն Քաշնազարի ֆիլմը։ Ազմասանից հետո մի օր ենք եմ անում, то արև առավոտոստի ցելնի է գնան դեմ մտնի։ Գիտեք, հիսը մեզ դա չի սովորացրել։ Հիսը մեզ սովորացրել օրինակ լինել։ Առաջից գնալ օրինակ լինել։ Ամեն։ Ուզում եմ մի բան ուղղակի որ գրառում եմ արել կարդամ, աշկերդ վեր բարձրացրու տես, կյանքդ Աստծուն դուր գալիս է թե ոչ։ Կյանքդ Աստծուն դուր գալիս է թե ոչ։ Ասում ես հովիվ ջան, ես այս տարիքս առել եմ, էլ ես ինչ տանեմ, գիտեք մի բան ասեմ։ Այդ որ տարիքդ առել ես։ Այդ այնպես չի որ տարիքդ առել ես երկին գնալուց, հաշվի են առնելու տարիքդ, հաշվի չեն առնելու մեղքերդ։ Հաշվի են առնելու ապրած կյանքդ։ Այդ կապ չունի, կամ դու երիտասարդ ես, հովիվ ջան, էլի երիտասարդ եմ, էլի կյանքը դեմս է։ Գիտեք, ես մի երևի 3-4 օր առաջ էր մի հատ նորություն կարդաց ու այնքան եմ ցավ ապրել, որ մի երիտասարդի սպանել էին մի բանի համար, որ ինչ-որ գրառում էր արել ինչ-որ մեկին, կանչել էին հաշվի, դանակով խփել էին, մահացավ 16 տարեկան երեխա։ Հա, շքեղ թաղում էին կազմակերպել։ Ամեն մի մեքենայի վրա իր անվան առաջի տառն էին դրել։ Գիտեք, ումա պետք է այդ ամենը։ Ում էր պետք է այդ ամենը երեխան։ Գուցե լիքը սերունդ էր թողելու, որոնք որ հրաշալի մարդիկ էին լինելու, այս երկրին պիտանի մարդիկ, գուցե ղեկավար մարդիկ, գուցե չգիտեմ, ամեն ոլորտի պիտանի մարդիկ։ Բայց 16 տարեկանում սպանեցին, գիտեք ինչի համար, ինչ այդ մեկին գրառում էր արել։ Գիտեք, դա ցավալի է։ Եվ երբեք չես կարող մտածել, որ կյանքը արջևս է ես կհասցնեմ։ Եվ դու եթե մի քիչ տարիքով ես, մի մտածի, որ կյանքս ապրել եմ, էլի ինչ է մնացել։ Ասեմ ձեզ, դեր արջևում շատ բան կա անելու։ Եզեկիել 47-ում գրած ասма խորը ծերության մեջ պտուղ են բերում։ Խորը ծերության մեջ։ Քանիստ եք խորը ծերության մեջ։ Զարամլյալ տատիկներ կան, պապիկներ, որ սենց հազիվ քայլում եք։ Ես այնքան շնորհակալ եմ ասում, որ բոլոր ոտքով, ձեր ոտքով ու ձեռքով գալիս եք եկեղեցի։ Ձեզ սայլակով չեմ բերում, հետո սայլակով տանում։ Դեր դուք լիքը բան ունեք Տիրոջ համար անելու, բայց եթե դուք չեք փոխվում, ձեր կյանքը նորովի չի դառնում Քրիստոսով նորոգված, ոչ մի բան չունենք անելու։ Եվ որ դուրս կգաք, մի պա կանգնեք, շրջվեք, ու նայեք օրինակ հիմար այս մեր մուտքի պատերի արդեն ձևին, ու մեկ էլ հիշեք այն հին ձևը։ Գիտեք, երբ որ նորոգվեց, մի բան ասեմ մարդու չասեք, լիքը թերություններ փակվեցին։ Հիմա երբ որ դու նորոգվում ես, լիքը թերություններ փակվում է, բայց երբ որ նորոգված չես, այդ բոլոր թերությունները երևում է։
Հովիվ ջան ռադիկուլիտես, ես ինչ ես, աղային կուտակում ես, ճնշում ես, գլխացավ ես, զոբ ես, ես ինչ ես, այն ինչ ես, այն ինչ ես, այն ինչ ես, բայց որ նորոգվում ես, մեկ ես զգում ես, որ լիքը բաներ փոխվում են։ Գիտեք ամեն հետաքրքիրը որն է։ 2 օրեր ծանր բան է վերցրու ձեռքս ես մեջքից հազիվ քայլում էի։ Ոչ մի բան չէի կարողանում անել։ Ինչ անգամ նասկից կրամել հագնելը բավական դժվար էր։ Երեք ծառայության ժամանակ երբ որ աղոթում ես, գիտես ձեռքի հետ բարձրացրա քոր աշկի ու գազում Տեր ջան, հենց մեջքի քեզ շատ է ծառայելու։ Հետ գալուց ծառայողներից հետո մարդիկ կային, իմ աղջիկ սերի մեծ ասում եմ լսի, ոչ ջոգում եմ նստել եմ, բայց մեջքս չի ցավում։ Ծառայողս մեկ ասում է, այդ աշկիս են աղոթքի ժամանակ որ աղոթում եք, այդ ողջես դու բժշկվում ես, դու ուրիշ համար աղոթում ես, դու բժշկվում ես։ Ասում եմ որ մեկը որ բան եղե, կարևոր Տերը բժշկում է։ Առաջի օրը գիշերը շատ sense եմ որ մի բանը ցավում ասես հարմար դիրք ես գտնում որ ունես քնես որ չցավա։ Հենց մի դիրքը պրոֆեսորս ոնց է բռնել դիրքը, ոնց որ մեքենայից բանը լել է, զաշգանիլի, հա, բռնում ես որ ճիշտ աշխատի։ Բայց անցած գիշեր ոնց պատտվում է չեր ցավում, խա, ինչ լավ է։ Գիտես աստված բժշկում է, նորոգում է։ Գուցե չգիտեմ քո ղրճիկը մաշվել է։ Ասեց հեսա հանում են քեզ են դանգրատի վրա, նորոգում ենք այդ ղրճիկը դստում ենք, որը չցավա։ Ասես բա Հովիվ ջան, դες մի բան էլ իմ հետ ելներ։ Նորոգվի, ով է քեզ բռնե։ Գիտես իրականում ես ու դու ժամանակ առ ժամանակ պետք է մեր հայացքը բարձրացնենք վեր ունենք Տեր, ինչքանով եմ կյանքը քեզ դուր գալի։ Գիտեք մի բան ասեմ, դու կարող ես ամբողջ օր եկեղեցում նստած լինել, եկեղեցում գնալ ու գալ, բայց գիտես Աստծուն դուր չգա քո կյանքը։ Գիտես ինչի, որտեղ ոչ Հովիվը, ոչ մի ծառայող չգիտի հիմա դու ինչ ես մտածում։ Չգիտի քո մտքերի մեջ ինչ հսկա գործարան աշխատում։ Այստեղ փորում են, այնտեղ հարթեցնում են, եւ որ այն ճանապարհները սարքում են։ Գիտես այդ կողքի բնակելի տները ախ են անում եւ պետք է վերջացնեն, որովհետեւ այնտեղ մեկը դուք խփում է, այն մեկը ասֆալտը բռնում ամբողջ տունը նստած ինքը սենց ալնում, հետո մեկ էլ գալիս է բան այդ մյուս են մեքենաները, այն մեկը աղմուկը, բայց վերջում դերում ես հարթեցված ճանապարհը, գիտես հաճախ մարդու գլխի մեջ այդ ամենը կատարվում է, ու բոլորը մտքերի միջոցով է, դու նստած ես եկեղեցում նայում ես Հովին մտածում վաու, ես ինչ շատ իրել լսում, բայց այդ բանի քո մտքերի մեջ մի ամբողջ հիմնարկ աշխատում։ Քարստեից մտնում է, այն կողմից չգիտես։ Արդյոք դրանք դուրս է գալի, բայց դու նայում ես, հետո ասում ես, ինչ էի ասում, հա, բան էի ասում։ Ես մտքով արտադրանք էի պատրաստում։ Գիտեք, ես դու կարիք ունենք փոխվելու, նոր կյանք սկսելու։ Գիտես թույլ մի տվեք այդ ունայն մտքերը, այդ դատարկ մտքերը քեզ կառավարեն։ Հատկապես երիտասարդներ, կխնդրեմ ձեզ մի բան ուշադիր եղեք։ Այդ տրենդային, չգիտեմ, կոչված ինչ-որ բաների։ Ես տրենդից հետ չմնամ։ Բոլորը սենց են հագնում ես էլ, բոլորը սենց են անում ես էլ, բոլորը սենց են ապրում ես էլ։ Հետո մի օր էլ բոլոր ուրիշ բան են անելու, դու էլ ես տենց անելու, հետո հայտնվել ես դժոխքում։ Գիտեք մի բան ասեմ, ուզում ես հավատա թե չէ, մեկը մայրամուտ ալնելու։ Ինչքան էլ գոռաս, ես չեմ հավատում մայրամուտին, մեկը մայրամուտը լինելու է։ Ինչքան էլ կամեր մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, երբեմն վատ գրառումներ են գրում։ Ասեմ իմանաք։ Ինչքան էլ որ ուզում ես մտածի որ Աստված չկա, մեկ Աստված կա, ու մի օր քո անհավատության պատճառով, եթե դարձի չգաս, հայտնվել ես դժոխքում։ Այնտեղ ինչքան ուզում ես դրանից դու գոռա որ ես ապաշխարում եմ, արդեն ուշ է։ Ղազարոսի ու Հարուստի առակի պատմություն ասում, այդպես մեր մոտ գալ էր հնարավոր չի, բայց եթե որ դու ստե նորոգվում ես, ամեն ինչ փոխվում է։ Ամեն։ Դու ստեղ ես։ Ուզում մի հերոսի մասներ, մի փոքր քեզ հետ կիսվել, որը որ մեր այսօրվա ծառայողը, եւ որ ես իրան
Գիտեք, երեկոյան ժամը տենց 4-5-ի կողմերն էր, ծառայողը զանգացեց հիվանդ եմ, չեմ կարողանալու էս մեկ են մեկ։ Ասի դες կա պատրաստի վաղը ձոես խոսելու նա իմ երեսից ասում եմ դու ես 14 ժամ ժամանակ որից 5-ից 6 ժամը քնելու ես 2 ժամը ստեղ մնում է տակը ինչ չգիտեմ ոնց ուզում ես պատրաստվի ու առավոտյան ասում եմ պատրաստ ես ասում ինչ ես խոսելու ինքը խոսում ես նայում եմ երեսից ինչ որ բան սխալ եմ ասում չի ասում ինչ որ դու քարոզեմ թեմայից քեզ արդեն քարոզել ես ասում բավոր ինքը գասի եթե թեման արդեն ունես ինքը չի գալու մեկ էլ մի ժամ հետո զանգեցեց Թեմ կարողանում հազիվ ձենը փորձելնում հազիվ всё մենք աղոթենք վերջում կոմոր որ բժշկվես ասի տեսար գիտեք այդ պատմությունը որ կարդալու եմ ուսես մի փոքր sense անցնելու ենք նաև ժամանակի առումով բոլորը կարող է չկարդամ դա գրված է 3-րդ Թագավորաց 19-րդ գլուխ առաջինից 17-րդ խոսքն է այս ամենը Եղիայի մասին է գիտեք մենք Եղիա մարգարեին տարբեր ժամանակներում տարբեր ձևով ենք տեսնում 3-րդ Թագավորաց 19 գլուխ առաջինից 17 խոսքերը գիտեք մենք տեսնում ենք հավատքի մարդ որտեղ Հակոբոսն ասում է Եղիան մեր պես կրքի ենթակա մարդ է որ գլուխը դրեց ծնկներին բարձրացրեց գիտեք ոնց որ երկնքի բալանը իր ծառան էր ճղկելը փագարեց 3 տարի անձրև չեկավ հետո մի օր գլուխը դրեց ծնկներին բարձրացրեց ճղկելը բացարեց անձրևն եկավ Գիտեք մենք Եղիային այդպես գիտենք Եղիային գիտենք որ կարգով գնաց երկինք ու իր մարմինը չկա երկրի վրա մենք դա գիտենք որ երբ որ Հիսուսը այլակերպում էր Եղիան ու Մովսեսը հանդիպեցին մենք այդ ամենը գիտենք մենք գիտենք Եղիային բոլոր այդ դրական կողմերը կասես բա հիմա ինչ ուզում ես բացական կողմերից էլ խոսես ուզում եմ մի փոքր իր մասին էլ խոսեմ Որտեղ ամեն մեկս ունենք եւ դրական եւ բացասական կողմ, որտեղ մեր բացասական կողմին Աստված հնարավորություն է տալիս փոխվելու։ Մի մարդ, որ գիտեք ինչ էր տեսել։ Մի մարդ տեսել էր հրաշք, որը երբ որ ասում էր Եթե ես Աստծո մարգարե եմ, թող երկնքից կրակիչնի ձեզ լափի։ Մեկ էլ կրակիչնի վրա 50 հոգու խանձում էր։ Հետո մյուս բրիգադներ գալիս։ Աստծո մարդ ես դու, ասում ես ես Աստծո մարդ եմ, թող երկնքից կրակիչնի ձեզ լափի։ Հորից այդ ամենը ինքը տենում էր։ Ինքը տենում էր մի հատ ուրիշ բան, դա գրված է 18-17-րդ գլուխների մեջ։ Որ մի ձերքի ափիչապ ամբ եւ ասեց հերիքա Թագավորին ասա թող վազի, հեսա մնում անձրևի տակ։ Այն ժամանակվա կարգերը միկվա մեքենաների պես չէր, որ սենց առաստաղ ուներ, փակ, բաներ ուներ, սպասի հայերեն ոնց է։ Թարթիչ, չգիտեմ, լավ, չոտկեր ուներ, որ դիմապակին մաքրում էր։ Դե անձրևա գալիս թող գալ էր, մենք եկեղեցուց հետ են գալիս Արագածավան, գիշերը անձրև էր գալիս սենց արագ ինքը մաքրում էր։ Դες բաներ չկար կարգի համար։ Հենց անձրևն եկավ թրջվում էր։ Մի մարդ էր ինքը, որ տեսել էր, գիտեք, ավելի ուժեղ հրաշք, որ ինչքան ջուր կար լցրել էր զոհի վրա ու փայտերի վրա, բայց երկնքից կրակը իջել էր այնքան զորավոր, որը թրջված փայտերը այդ զոհը մի անգամից լափել էր։ Բայց գիտեք ամենացավալին որն է։ Եկեք 19-ի առաջի խոսքից կարդամ։ Աքաբը Եղիայի բոլոր արածները ու բոլոր մարգարեները սրով մերցնել Եզաբելին պատմեց։ Այդ ամեն հրաշքները գնաց ու իրական պատմեց, լսի, Եղիան սես բաներ արեց։ Կնիկներ, տեսեք ինչ արեց։ Եզաբելը պատգամավոր ուղարկեց Եղիային ասելով. Աստվածները այսպես ու սրանից ավելանեն ինձ, եթե վաղը այս ժամանակ քո անձը նրանց մեկի տեղը չդնեմ։ Որտեղ բոլոր Բաղի մարգարեներին վերջում հարցեց տղեկ, լսեք, կարող է ձեր մեջ միամիտ Եհովայի վկաբաներից լինի։ Ծառայո չէ մենք բոլորս Բաղին ենք, ասեք, հələ մի հատ էլ նայեք։ Հələ մի հատ էլ ստուգեք, կարող է պատաբար կողքիներից մեկը։ Չէ, սաղը Բաղին ենք, ասես, դավայ, անցան գործի սաղին սրով սպանում ենք։ Ու էդի Եզաբելին դուր չէր եկել։ Եվ մարդ էր ուղարկել, որ Եղիային ասել էր քեզ սպանելու եմ։ Ու գիտեք, այդքան հրաշքներից տեսնելուց հետո նայեք երրորդ խոսքը ինչ ասում։ Եղիան վախենալով
հելավ իր անձի ազատության համար գնաց եւ ուդոյ Բերսաբե մտավ ու իր մանչերին ասում այնտեղ թողեց։ Վախից գնաց։ Այն եղան, որը որ նման հրաշքներ էր տեսել, մի հատ կնգանից վախեցավ։ Ու գալիս է 4-րդ խոսքում ասում է. Հերիքա ով Տեր, իմ հոգիս վերցրա, որովհետև իմ հայրերիցս լավը չեմ։ Ինչ է թե, մի հատ կնիկ, ասել է ես քեզ սպանելու եմ, մի օր մի եղբայր եկավ ասում է գիտես, քեզ ուզում են ես գյուղից լարեն, ասի, ինձ տեին է բերես տեղ, ու քանի դեռ Տերը չի տարել ինձ տեղ, ոչ ոք չի կարել գյուղից, որովհետև մի տեղ ասի, որ գնամ ես։ Որտեվ այն Աստվածով որ ինձ բերել է տեղ, Իրանը պատերազմի մեջ չի։ Գիտեք, բայց եղան վախեցավ, փախավ։ Հետո նայեք ինչ հետաքրքիր բան ալնում։ Աստված հրեշտակին ուղարկում է, որ գիտեք նպատակը մի բան է, Եղեի փոխվելը։ Հրեշտակը գալիս է, նայեք ինչ ասում Տիրոջ խոսքում։ Ասում է գիի տակ պարկեց քնեց, հրեշտակը եկավ, կպավ նրան ու ասեց. «Ելիր կեր»։ Եղան նայեց եւ ահա գլխի մոտ մոխրի տակ եփված մի շոտ ու մեծ կուշ ջուր։ Կերավ խմեց ու նորից պարկեց։ Գիտեք սա ինչ է նշանակում, որ եղա դու մենակ չես։ Բայց գիտեք եղան շարունակեց նորից վախենալ։ Հրեշտակը երկրորդ անգամ իրան հանում, նորից է կերակրում եւ 40 օր ու գիշեր կարդացեք այդ պատմությունը։ Դա 8-րդ խոսքի կեսն այն կերակրի ուժով ասում է 40 օր ու 40 գիշեր գնաց ու մինչև Քորեբ Աստծո լեռը հասավ։ 40 օր ու գիշեր ինքը քայլեց։ Ինչ եք մտածում, երբ որ մարդը քայլում է, կարա ինչ որ բանի մասին մտածի, թե չէ։ Գիտեք, երբ որ մարդը քայլում է ու քնած չի, ինքը այն որ քիչ առաջ կարդում եք ունայն մտքերից 1000 բան կարար մտածել։ Ու միջև անգամ կարար ապաշխարել, որ ես ինձ զորություն ա Տերը ինձ տվել։ Ես ոչ հոգնում եմ, ոչ քունս ա տանի, ոչ ծարավ եմ։ Դուք պատկերացնում եք։ Պատկերացրեք, սիրելի քույրեր, կամ եղբայրներ, մի քիչ տարիքովներին եմ ուզում ասեմ։ Ոտքերը ցավում ա, մեջքը ցավում ա, կամ չգիտեմ ինչ որտեղ, կամ տարիք տառացես, շունչը չի երիքում։ Մեկ էլ հրեշտակը գալիս է, մի հատ քեզ սենդվիչ ա տալիս, հա։ Ասում արկեր, ուտում ես։ Դու զգում ես, որ ինչ որ բան փոխվեց, էլ ոտքերս չէ ցավում։ Ես կարամ արդեն վազեմ։ Բայց դարձյալ դրանից դու վախեցած ես։ Փոխանակ հասկանաս, որ դիշ հրեշտակ եկավ, ինձ զորություն տվեց։ Ես նշանակում ես ոչ մի բանից էլ վախենալու բան չունեմ։ Բայց գիտեք, ինքը դարձյալ վախեցած էր։ Ես քո կյանքում երբեմն հրաշքներ է եղել։ Բայց ինչ որ մի փոքր բանից դու վախեցած ես։ Աման։ Այդ ինչ են Աստվածը, որ հրաշք արեց քեզ բժշկեց ինչ որ մի հատ ուրիշ հիվանդությունից։ Մեկը հայտնվել է, որ ասում է, գիտես ինչ կա։ Արի իմ հետ պատերազմելու դու վախեցած ես։ Ո՞ոնց է լինելու։ Շարունակությունը գիտեք ինչ ասում։ Ասում այնտեղ մի հատ քարար մտավ։ 9-րդ խոսքում։ Ահա Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով. ով եղը, ինչ բան ունես այդտեղ։ Գիտեք հետաքրքիր է որն է։ Որ Աստված, սա բոլորը իմ կարծիքն է։ Նայեք, հրեշտակին ուղարկեց, որ եղան փոխվեր։ Չփոխվեց։ Նորից նույն պատմությունը պատմեց։ Կերցրեց, ուղարկեց, հասավ մի քարայր, գիտեք ինչ ամեն հետաքրքիր, որ Աստված գրած միշտ գործ ունես այդտեղ։ Յանամ Աստված խաբար չէր, հա, որ ինքն է ուղարկել։ Բայց գիտեք դա այդ հարցը ինչի համար է։ Նրա համար չէ, որ Աստված տեղակ չէր։ Վայ, եղա, ես եփ հայտնվելիս թե չտեսա, դե նաշեն վախացրեցիր։ Համարտես թակում կգա։ Գիտեք դա այդպես չի Աստծո մոտ։ Այդ հարցը գիտեք դարձյալ ինչի համար է։ Որ եղան ապաշխարել։ Եղան ինչ գործ ունես այդտեղ։ Բայց եղան գիտեք փոխանակ հասկանան ինչի համար այդ հարցը։ Սկսեց իր հին օրերի երգը։ Զորքերի Տեր Աստծո համար նախանձավորություն ունեցավ, որտեղ Իսրայելի որդիները կողտը թողեցին, քո սեղանները փլցրեցին, քո մարգաները ծրով մերցրեցին, մենակ ես եմ մնացել։
Իմ հետևից էլ ընկել են որ սպանեն ինձ։ Եկել ասած մեր Էլիսարը։ Գիտեք եղեն հնարավորություն է տալիս։ Հիմա էլ բարձացի սարը։ Քան ստեք սար բարձացել։ Վաու, հեշտ է։ Փորձեք մի անգամ հենց արագացի գագաթը կտեսնեք, ինչքան է հեշտ։ 5 ժամ քայլել ենք։ Գնացել ենք աղոթքի։ Դել ենք արագացի գագաթ հաղոթելու 5 ժամ, դել 6 ժամ հելանք։ Արև, քամինսս տալիս երեսիդ վառում է այդ քամին։ Քայլում ես, քրտնում ես, շորը թանում ես, սառում ես, որտեղ վերևում գնալով օդը քիչ է։ Բայց գիտեք մեր նպատակը ո՞րն էր։ Կանգնել արագացի լեռան գագաթին եւ աղոթել ամբողջ այդ տարածքների համար, ինչ որ մենք տեսնում ենք։ Ու աղոթում ենք։ Գիտեք, բայց երկար ճանապարհ էր, որտեղ մտածելու տարբերակ կար։ Եվ որ մենք բարձրանում էինք, ծառայողներից մարդիկ կային, որ չէին կարողանում, ոտքերը հազիվ էին քաշ տալի։ Գիտեք ինչ էինք անում, ձեռքերը սենց էինք անում, իրանց ձեռքերը բռնում էինք ու հետներս բարձրացնում էինք, որպեսզի ոչ մեկ հետ չմնար։ Գիտեք, եղան երբ որ բարձրանում էր, դարձյալ իրան հնարավորություն կար մտածելու։ Մեկ էլ ամենահետաքրքիրը գիտեք իմ համար որն է։ Երբ որ եղան հասնում է սարի գլխին 13-րդ խոսքի վերջնամասում այսպիսի մի ձայն է լսում. Ով Եղիա, այստեղ ինչ բան ունես։ Նայեք, սարի ներքևում ասվածում է Էլիսարի գլուխը։ Եղան հելմա սարի գլուխը ասում է ինչ գործ ունես այստեղ։ Ապստեր ջան, դու ասիր որ կամ ստեղ։ Հիմա ասում ես ինչ գործ ունես։ Բայց գիտեք Աստված դարձյալ հնարավորություն է տալիս Եղիային փոխվելու։ Ներքև ասում է դու բացացի վերև ասում ինչ գործ ունես այստեղ։ Ոչ մի ձևի իրար չի համընկնում, բայց նպատակը մի բան էր, գիտեք։ Եղիայի պատասխան ուզում էր Աստված ուրիշ բան լսեր։ Բայց ցավոք սրտի գիտեք Եղիան ինչ ասում։ 14-րդ խոսքը նա ասեց. Զորքերի Տեր Աստծո համար մեծ նախանձավորություն ունեցա, որտեղ Իսրայելի որդիները քուղթերը թողեցին, սեղանները փլցրեցին, մարգարեները ծերով մերցրին։ Միայն ես եմ մնացել, իմ անձս էլ փնտրում եմ, որպեսզի ինձ վերցնեն։ Պաստոր Եղիան չփոխվեց, գիտեք։ Գիտեք, երբեմն մարդիկ կան, որ չեն փոխվում։ Ոչ իրենց խոսակցականն է փոխվում, ոչ իրենց աղոթքն է փոխվում, ոչ իրենց նիստու կյանքն է փոխվում, ոչ էլ իրենց կյանքն է փոխվում։ Բայց իրենք երկար ժամանակ եկեղեցի գնում են, գալիս են, գնում են, գալիս են։ Բայց գիտեք, Աստված ուզում է, որ քո կյանքը փոխվի, սիրելի քույրես, եղբայրս, կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, Աստված ուզում է, որ ձեր կյանքը փոխվի։ Դուք նորոգվեք, նոր կյանք սկսեք։ Գնալ գալով, եղան էլ, տեսեք, 40 օր ու գիշեր քայլեց, հետո Տիրոջ խոսք եկավ, ինչ գործ ունես այդտեղ, երգը երգեց, ասեց հիմա դեռ սար է էլի, այդքան էլի քայլեց, նորից հարցրեց, ինչ գործ ունես այդտեղ, նույն պատասխանը, առանց փոփոխության, չասես Տեր, մեղա քեզ, ապաշխարում եմ, մեղա քեզ Տեր, ապաշխարում եմ, հասկացա, որ սխալ եմ անում, ախր դու իմ հետ ես, այդ Հեզաբելնով որ ես նրանից վախենամ, այդ Հեզաբելնով է, եթե դու թույլ տաս, որ Հեզաբելը ինձ սպանի, մեկը գալու եմ քո մոտ, ոչ մի խնդիր չկա, բայց գիտեք նույն բանը երգեց, և ամենացավալին գիտեք որն է, երբ որ 15 խոսքում այսպես ասում Տերը, Տեր ասեց նրան, գնա քո ճանապարհը դարձիր Դամասկոսի ճանապարհը երթալով, Ազայելին ասորների վրա թագավոր օծիր, Նեմեսայի որդի Հեյուն Իսրայելի վրա թագավոր օծիր, Աբել Մաուլելայի եղող Սափաթի որդի Եղիսեյն էլ քո տեղդ մարգարե օծի։ Ու պիտի գաստուն արդեն։ Գիտեք հետաքրքիր ինչու՞մն է։ Որ Աստված քեզ միշտ հնարավորություն է տալիս ապաշխարելու։ Խնդրեմ գաք նվագեք ելին։
Աստված քեզ հնարավորություն է տալիս ապաշխարելու։ Աստված քեզ հնարավորություն է տալիս, որպեսզի դու նորոգվես։ Գիտես, գուցե 5 անգամ, 10 անգամ լսել ես, բավական է սոցցանցերում թրև գաս։ Երեք հովը մի հետաքրքիր բան էր ասում։ Ասում է դու ում կողքը որ հավաքված ես, ում հետ որ շփվում ես, նրանից էլ վերցնում ես։ Եթե դու ամբողջ օրը սոցցանցերում տրենդային, չգիտեմ, ինչերի մեջ ես, դա էլ գալիս է քո կյանքը։ Բայց ես մեղավոր բաներ չեմ նայում, ամբողջ օրը ճաշ եմ եփում։ Ամբողջ օրը դիզայն եմ անում, ամբողջ օրը էս եմ անում, ամբողջ օրը այն եմ անում։ Ճիշտ է, դու այդ ամբողջ օրը դա անում ես։ Բայց այդ ամբողջ օրվա մեջ քանի անգամ ականջդ բաց լսելու Աստծուն։ Քանի անգամ ես ուզում, որ Տերը քո հետ խոսի։ Ինչքան ես պատրաստ փոխվելու։ Գիտեք, այստեղ մարդիկ կան նստած, ոմանց շատերի կյանքում հրաշքներ եղել։ Բայց ասում եմ, դու քեզ հարց տաս։ Դրանց դու քո կյանքում ինչքան բան որոշեցիր փոխել։ Ինչքան ուզեցար ավելի նվիրվել։ Ինչքան ուզեցար քո բնավորությունը փոխել։ Ինչքան ուզեցար, երբ որ ոտքը տրորում են, այն մեկ բաներ կա, չէ, հենց կենթաներ կան, որ կերակրում ես, ես մոտում ես, ասենց անում, որ ասում ես, ախր ես քո տերն եմ, ես եմ քեզ կերակրել։ Դու ինձ ատամ ես ցույց տալիս։ Քանի անգամներից հետո Տերը որ բան ասում, փոխանակ խոնարհվես ու ասես ամեն, ես սենց եմ ուզում։ Գիտեք, եղան այդպեսին արեց։ Աստված եղային հնարավորություն տվեց փոխվելու։ Եվ մի ուրիշ տեղում ասում է 7000 մարդ ունեմ, որոնք ծունկ չեն դրել, բաղին ու երկրպագություն չեն արել, չեն պակել այդ արցանը, իրեն շուրթերը մաքուր է։ Գիտես, դու մտածում ես, որ այս գյուղում մենակ ես եմ։ Գիտեք, մենակ դու չես, մենակ ես չեմ։ Այս գյուղում Աստված շատերին ունի։ Քո գյուղում, որտեղ որ դու ապրում ես, քո քաղաքում, որտեղ որ դու ապրում ես, Աստված շատերին ունի։ Բայց գիտեք նաև ամենահետաքրքիրը որն է, որ Աստված ուզում է դու դառնաս պատճառ այդ մարդկանց փրկության։ Դառնաս պատճառ փրկության, գիտես ո՞նց։ Նոր կյանքով։ Քո նոր կյանքով։ Գիտես, քո ընտանիքը գուցե երկար տարիներ տեսել է քո այդ բնավորությունը, որտեղ միշտ խաղաղությունը կորցրել է։ Բայց ուզում եմ տեսնի, որ դու փոխվել ես։ Ուզում եմ տեսնի, որ դու փոխվել ես։ Գիտեք, որ ես քարոզը գրում էի։ Գիտես, ես առաջին ուզում եի անցնել սրանով։ Եվ գիտեք, լիքը բաներ կար, որ ես նստած ուղակի Աստծո առաջ ասում եմ, Տեր, ինձ կներես այս բանի համար։ Ինձ կներես այս բանի համար։ Ես ուզում եմ ոլորտը փոխեմ։ Ես ուզում եմ մյուս ոլորտը փոխեմ։ Գիտես, գուցե իմ ընտանիքը լսած, ինչ լավ է, պապան կփոխվի, մենք էլ այսպես կշարունակենք։ Բայց ես հարց, ինչքանով դու ես ուզում նաև փոխվես։ Հիմա գուցե մեկը կլսի ու կասի, ուխ, լավ է, մամաս ընդեղ նստած էր, հեսա կփոխվի։ Իսկ դու ինչքանով ես ուզում փոխվես։ Իսկ դու ինչքանով ես ուզում փոխվես։ Ուխ, պապաս կփոխվի, իսկ դու ինչքանով ես ուզում փոխվես։ Գուցե զույգեր կան նստած են կամ կլսեն մեզ կասի, ախ, էսի ամուսինս լսեր։ Ու փոխվեր, լավ, իսկ ինչքանով ես ուզում դու փոխվես։ Դու նոր կյանք սկսես։ Այո, հոջ, այսօր մենք գնալու եմ տրենդային հագնվեմ։ Խոսքս դրա մասին ընդհանրապես չի։ Ասում եմ, մենք Քրիստոսից այդպես չսովորեցինք։ Գիտեք, շատ անգամ եղել են դեպքեր, որ ես ինձ հարց եմ տվել։ Եթե Հիսուսը լիներ այս իրավիճակում, ինչ կաներ։ Եթե օրինակ
Իմ հովվստներիս վիճակում ինչ կաներ, սենց կաներ, չեր անի, ես էլ չեմ անի, սենց կաներ, հա, ես էլ կանեմ։ Ինչի ենք մենք մտածում, որ մենք ամեն հարցում ճիշտ ենք։ Գիտեք, ոչ մի անգամ չէր եղել, որ ծառայությունը սկսված ես դահլիճում չլնեի, բացառությամբ հյուրերի դեպքում։ Իմ կինը դուրը բացած մը լավ, ասում եմ, հա, լավ եմ, բայց դեք ես լիքը հարցեր ունի Աստծո հետ։ Կասես լիքը մեղքեր մեր։ Չէ, իրավիճակներ, որտեղ որ կարիք կա փոխվելու։ Դեք ես ու դու նոր պետք է նորոգվենք։ Մենք արթնություն ենք ուզում։ Մենք ուզում ենք մարդիկ փրկվեն։ Բայց գիտեք ցավալին որն է, որ մարդը նայում է քեզ։ Մարդ առաջինը նայում է քեզ։ Ու գիտես ինչ ուզում տեսնի։ Ուզում է գա ասես մոտիկ ու քո մեջ Հիսուսին տենա։ Ուզում է գա մոտիկ ու քո մեջ Հիսուսին տենա։ Բայց որ գալիս է մոտիկ մի գրկում է, ասես մեկին ասում է մեղակ է, ես իրանից լավն եմ։ Ուզում է գա քո մեջ գիտես ինչ տեսնի։ Քրիստոսին։ Ես չեմ կարող, իմ ուժերս չեն հերիքում։ Գիտեք իրականում Ավետարան ասում է նա է ընկածին բարձրացնողը, նա է թույլին ուժ տվողը։ Բայց դու ինչքանով ես ուզում գնաս իր համար։ Ինչքանով ես ուզում գնաս ասես Հիսուս, ուզում եմ ես նմանվեմ քեզ։ Ուզում եմ որ ես փոխվեմ։ Գիտես ուզում եմ առաջինը ես սիրեմ։ Ուզում եմ առաջինը ես ներողություն խնդրեմ։ Ուզում եմ առաջինը ես հնազանդվեմ։ Ուզում եմ գիտես કે մեր ընտանեկան հարաբերությունում ես առաջինը գնամ ասեմ կներես։ Կարևորը գիտես ինչ։ Ում լուսոքի մայրս մեր քոչիները չի գնի, չգիտեմ չիներ ինչ է, բայց մեր չին մյուտը ասում պագոները չի գնի։ Բայց գիտես ամենակարևորը որն է որ ճիշտ հարաբերություններ մնան։ Չէ՞ որ խոսք ասում ամեն բանից առավել ձեր խաղաղությունը պահեք։ Իսկ որտե դու չես նորոգվում, ոնց կարաս քո խաղաղությունը պահես։ Գիտեք այնքան կարևոր է նոր կյանք սկսելը։ Սել եկեղեցի եղբայրներ, քույրեր, կամ այն մարդիկ ովքեր որ ինձ կլսեք հետո։ Գիտեք, այս բայց սկսած դու ունես հնարավորություն նորոգվելու։ Եղա ինչ բան ունես տեղ։ Հա, դու չգիտես իմ մարդին, որ խմում է, մոռանում ամեն ինչ։ Եղա ինչ բան ունես տեղ։ Դու չգիտես իմ կնգան, որ լրփանում է, սաղթավով մեկ ձերը ելնում է։ Եղա ինչ բան ունես տեղ։ Ինչ բան ունես տեղ։ Դու չգիտես իմ մամային։ Դու չգիտես իմ պապային, դու չգիտես իմ պապին։ Եղա ինչ բան ունես տեղ։ Դա գիտեք ինչ է նշանակում, որ այդ հարցը հիմա ուղղված է քեզ, որ դու փոխվես։ Խնդիրը Հեզաբելինը չէր։ Հեզաբելի հարցերը ուրիշ ձև էր պլանավորված լուծվելու։ Իր արոնը շները լակեին։ Այն ակարակի մեջ, որը որ ինքը մարդ սպանեց։ Իր ճակատագիրը այդպես ասեմ, որը որ գոյություն չունի։ Աստված տենց էր ասել, տենց տիլներ, ու տենց էլ եղավ։ Եղա ինչ բան ունես տեղ։ Տեր ես հասկացա, որ սխալվել եմ, ես դի ապաշխարեմ, ես դի փոխվեմ։ Գիտեք, եթե բոլորը սխալ են, դու միշտ ճիշտ ես, հավատացեք չի լինում այդպես։ Եթե եկեղեցում 50 մարդ է նստած 50-ը սխալ են, դու ճիշտ ես, հավատացեք դու խնդիր ունես։ Այս հովիվն էլ չի հասկանում, ոչ մեկ ինչ չի հասկանում, ես սենց եմ ուզում, սենց եմ անում, արա, բարձրացրակ գլուխդ ասա տեր դուր է գալիս ինձ քեզ, հետո կասի հա դուր է գալիս շարունակի, բայց չէ որ ասում է, մենք Քրիստոսից այդպես չսովորեցինք, որ ինք Աստված էր, իր անձը ունայնացրեց, իջացրեց, մարդու կերպարանք առավ, չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Այդ էր պակաս, որ քեզ հարցնենք։ Հələ գոհերի մի հատ տեղակ ենք պահում քեզ։ Գիտեք, մենք Քրիստոսից այդպես չենք սովորել։ Մենք Քրիստոսից սովորել ենք իր նման լինել։ Եկեք նայենք մեր կյանքին։ Նոր կյանք։ Գիտես, երբեք ուշ չի։
Քանի դեռ բերանիդ մեջ շունչ կա, սել եղբայրս քույրս, ուշ չի։ Կարա սենց անես։ Արեցիր, ուրեմն ուշ չի քո համար։ Որ պայն որ էլ չես շնչում, այդ ժամանակա ուշ։ Գիտեք, եկեք փոխվենք։ Եկեք նոր կյանք սկսենք։ Եկեք մեր այդ մտքի ունայնությունները թողնենք։ Գիտես, նստած ես, մեկ երս ես մտքեր են գալիս։ Բա որ այս բանը սենց լինի, բա որ այն բանը նենց լինի, բա որ այն միշտ բանը, բա որ այս բաները սենց լինի։ Ինչ եմ անելու։ Բայց երևի Տերը նայում է քեզ երկնքից ասում է, աղջիկս, տղես, բալես, արթնացի, ես քո հետ եմ։ Ես քո հետ եմ։ Դու մենակ չես։ Պարզապես ուզում եմ, որ քո կյանքը փոխվի։ Դու չգիտես ով իմ կյանքում սես բան եղել, ես կոտրվել եմ։ Գիտես, կատեղ։ Սել եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր մեզ կլսեք։ Եվ որ բժիշկը քեզ դեղատոպս է գնում, դու սուպերմարկետ չես գնում դեղ առնելու։ Գնում ես բանջարեղենի սենց այդ բաժինը, հետո հյութերի բաժինը, հետո գնում ես օրինակ իմար, չգիտեմ, թխվածքի բաժինը։ Դու գնում ես դեղատուն։ Համաձայն եք։ Դու գնում ես դեղատունը դեղերը գնելու։ Ընդու պետք է սուպերմարկետի ներսում է դեղատունը։ Դարձյալ դու գնում ես, որի վրա գրված է դեղատուն։ Գնաց չի ծիրանանոց։ Գրված է դեղատուն։ Ու դեղատնից ես դու դեղերը գնում։ Գիտեք, ցանկացած վերքի, ցանկացած խնդրի, ցանկացած հիվանդության դեղատոմսը այստեղ է։ Ու այս դեղերը, որտեղ ասում է, արի ինձանից դեղ առ դիր աշկերիդ, որ տեսնես, տեսողությունը լավանա։ Գիտես, այս դեղերը քո տեսողությունը փոխելու են։ Այս դեղերը քո հավատքը բարձրացնելու են։ Բայց որ դու այս դեղատոմսը շպրտել ես, չգիտեմ, քո դարակի որ անկյունը ու վերցրել ես, նա թերախոս տվեք։ Այսօր իմ հեռախոսը չեմ բերել։ Վերցրել ես այս բջջային հեռախոսը ու ամբողջ օրը քրքրում ես։ Այս ինչը սենց գրեց, այն ինչը սենց ասեց։ Բայց Instagram-ում ես մեկը սենց ասեց, վայ, մեր ազգը կործանվեց։ Նայում եմ, այս մեկը այս հիվանդությունով մեռավ, այն մեկին կարող այդ հիվանդությունից է իմ մոտ։ Գիտես, փոխանակ այս դեղատոմսերը վերցնես, վերցնում ես այս մյուս դեղատոմսը, որ չգիտես քեզ ուր է տանում։ Ես քեզ խնդրում եմ, մտածի, արդյոք իմ կյանքը Աստծուն դուր է գալի, արդյոք իմ նվնվիկեր իրան դուր են գալի, արդյոք, այն քուրիկը նստած այնտեղ լացում է, ուրեմն ինքը հաստատ մեղք կա գործը, որ լացում է։ Գիտես, գուցե ինքը մտածում է, որ Հիսուս, ես սրանից պետք է թողնեմ ամեն բան, ու իմ կյանքը փոխեմ քո հետ ապրեմ, նորոգվեմ։ Այս քարը իրար է գալի, ինչ պետք է անեմ, պետք է արանքում, գիտեք, ինչ են անում շինարարները, հատուկ նյութերով ցեմենտ են լցնում, չգիտեմ ինչ են անում, ձգացնում են, կպցնում են մնացածին, այդ քարերը չի շարժվում։ Գուցե քո հոգևոր կյանքի մեջ քարեր կան, շարժվել են։ Դու պետք է նորոգվես, նոր կյանք սկսիր, նոր կյանք։ Ահովիվ այնքան հեշտ եք ասում, բայց ձգում է ինձ։ Կտրի այդ թելերը, կտրի ամեն թել, որ քեզ ձգում է դեպի մեղքին, կտրի։ Ես մեղք չեմ գործում։ Ես նրանք սկզբում ինչ էի կարդում, մտածություններ են անում։ Եվ մարգարեն ասում է, դուք իմ տաճարի մեջ, ձեր մեջքը, ձեր հետույքը տնկած եք ինձ ու ձեր երեսով արևին երկրպագություն եք անում։ Բղծում եք ձեզ։
Հո եղբայր, միթե դա այդպես է։ Ես չեմ ասում, հավետ Սուրբ Գիրքն ասում։ Գիտեք, մեր կյանքը այնքան կարճ է։ Ես մեկ անգամ մի ովի ուսումնական եկեղեցու մի բան ասաց, եղբայր, եթե կարելի է սիրել, ինչի ատել։ Երբ որ դու սիրում ես, սիրո մեջ վախ չկա։ Բայց գիտեք ինչ է հետաքրքիր, բոլորը պահանջում են, որ իրանց սիրեն։ Բայց գիտեք մի բան ասեմ, դու սկսի սիրել։ Հովը մի անգամ մի բան ասեց, Հով Արթուր Սիմոյան, մենք կանչված ենք սիրելու։ Մենք կանչված ենք սիրելու։ Չէ, թող ինձ սիրել։ Բոլորդ ինձ սիրեք։ Հիսուս կա։ Բոլորդ ինձ սիրեք։ Բա դու, այլ բոլորդ ինձ սիրեք, ես էլ կմտածեմ։ Դու սկսի։ Բա փող չունեմ։ Փող չունես։ Իմ կնոջը կանչեմ, հա։ Գգաս։ Փող չունես։ Բայց կարող ես չէ գալ իրան, գրկել այսպես, դրա համար քեզ կանչեցի։ Այսպես գրկել։ Ուրիշ մի քրես չէի կարող ասես գրկել։ Ասես գրկել։ Ասել գիտես չկա։ Դու այնքան հրաշք ես քեզ սիրում եմ։ Գիտես։ Այդ փողով չէ։ Դրա համար ուրիշ քրիկի իրա չէ կարող դες գրկել։ Ես քեզ սիրում եմ։ Գիտես կա մոտեցի մի հատ քրոջ կամ եղբոր։ Գրկի ասես գիտես ես քեզ սիրում եմ։ Կանգնած սպասում եմ պետք է գան ինձ գրկեն։ Ես դες կանգնած մնալու ես։ Դու պետք է գնաս։ Դու պետք է սկսես քո կյանքը փոխել։ Այդ դեպքում գիտեք, երբ որ մարդիկ կտեսնեն, դեք ասեն իրականում Քրիստոս էս մարդկանց մեջ է։ Քրիստոս էս մարդկանց մեջ է։ Ոչ թե քեզանից կհոգնեն։ Երբ որ դու սկսես խոսալ, գլի լրես։ Այլ կասեն գիտես ինչ։ Մենք ուզում ենք լսել, որտեղ մենք ոչ թե մենակ լսում ենք, այլ նաև տեսնում ենք, որ Քրիստոսը ձեր մեջ է։ Գիտեք, երկնքում ոչ փող ենք ունենալու, ոչ ավտո ենք ունենալու, ոչ տուն ենք ունենալու։ Գիտեք, երկնքում հավիտենականության մեջ, սիրո մեջ փառավորելու ենք Աստծուն։ Իսկ եթե որ դու այդ սիրո քսակը դատար կա, ժողովուրդ այսպեսի մի խոսք ասում, չէ։ Դատար գրպանով ուր ես գնում, Փանոս ջան։ Դատար գրպանով ուր ես գնում։ Դատար գրպանով ուր ես գնում։ Թող կը գրպաները լիքը լինեն սիրով։ Դեք հին մարդը չի կարող սիրի։ Հին մարդը պահանջում է, որ իրեն սիրեն։ Հին մարդը էգոիստ է։ Հին մարդը չի ուզում փոխվի։ Հին մարդը մտածում է բոլորը ինձ, իմ համար, ինձանով, ինձանից, ինձ, նոր մարդը գիտեք ինչ է մտածում։ Ես կանեմ։ Ոչինչ մեջքս ցավում է, բայց կանեմ։ Ոչինչ ջերմություն է, բայց մեկի համար կաղոթեմ։ Ոչինչ վրազ եմ, բայց այս եղբորը կլսեմ կամ այս քրոջը, որովհետև ինքը կարիք ունի, որ մեկը խոսի, ինքը լսի։ Եկեք փոխվենք։ Եկեք իրականում որոշում կայացնենք։ Ես կփոխվեմ։ Իմ դեղատոմսը էստեղ է։ Իմ դեղատոմսը էստեղ է։ Էստեղ է գրված ցավի համար ինչ օգտագործեմ, տեսողության համար ինչ օգտագործեմ։ Էստեղ է գրված իմ օրհնության համար ինչ դեղ օգտագործեմ։ Խոսում էին 10-րդից։ Գիտեք, էստեղ գրած է այսպես. աղքատ ես, ճտստում ես, հարուստ ես։ Ու մարդիկ նստում ճտստում են, ոչ մի բան չի լինում։ Ասում եմ փչացավեսին։ Մի ժամանակ Twix-ի ռեկլամ կար։ Այդ երկու շոկոլադի պալշկեք այսպես գնում գալիս են, ասում են Twix։
Հումորը էսպիսին է, սմաբարանցին առնում է թվիքսը, ես սաբարանցի լինելով եմ պատմում, ասում է տանում է տուն, բացում է, մեկ էլ հետա գալիս խանութ մունատեկով, ասում է ձեր թվիքսը փչացած էր, թվիքս չի անում, այս վերջերս երեխեքը ինձ թվիքս էին գնել, ասում եմ երեխեք աշխատում է հազմա բացել ստուգել ենք, գիտեք ինչ ամեն հետաքրքիրը, եթե կարող ես մի հատ թվիքսով մեկին ուրախացնել, ինչի չանես, եթե կարող ես մի հատ կանֆետով մեկին ուրախացնել, ինչի չանել, ասում եմ մենք Քրիստոսից այդպես չենք սովորել, մենք Քրիստոսից այսպես ենք սովորել, գիտեք եկեք Քրիստոսից սովորենք, եկեք այս թրենդային բաներից չսովորենք, եկեք վերցնենք Աստվածաշունչը, սովորենք, Տերը ինչ է անում, Հովիվ ջան, ինչ լավ ես ասում, կակրաս, այսօր գեթանտում ես տարիքով կնիկ եմ, այսօր սաղ ջայլները կգան մեր ցախը ջարտելու, իսկ պատրաստ ես այդ ջայլները մայմատ հավեսով տոլմա սարքես, հա, թող եկեղեցին հացուտեն գան մեր տուն, գիտեք ինչ հետաքրքիր, որ մենք ուզում ենք այս մի կողմանի, բայց մենք ոչինչ չենք ուզում, սել եկեղեց եկեք Քրիստոսի նմանենք, եկեք նոր կյանք սկսենք, ամեն